Պարոն Վարդևանյան, դուք բարձր որակավորում ունեցող մասնագետ եք, ըստ այդմ հանրապետությունում բարձր վարկանիշ ունեցող իրավաբան, շատ պահանջված փաստաբան, ձեզ երբեմն անվանում են նաև ազատության փաստաբան, ըստ այդմ նաև բավականին բարձր վարձատրվող մասնագետ։ Վստահաբար ձեզ ոչ աշխատավարձը, ոչ էլ կարգավիճակն է ստիպել զբաղվել քաղաքականությամբ, որտեղ կարգավիճակի խնդիր էլ ըստ էության չեք ունեցել, հետևապես որն է ձեր մոտիվացիան քաղաքականության մեջ լինելու, քաղաքականությամբ զբաղվելու։ Շնորհակալ եմ հարցի համար։ Առաջնային մոտիվացիան հենց պատասխանատվությունն է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ փոփոխությունների ի կատարածումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական երազանքների ի կատարածելուն ծառայելը եւ կրկին կասեմ, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ծրագրերի ի կատար ածումը, որը հեշտ չէ, դժվար է, բայց մոտիվացնող է։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, ես ուրախ եմ եւ պատիվ է ձեր հետ ձեր թիմակիցը լինելը։ Լիահույս եմ, որ ազգային ժողովի այլ ֆրակցիաների մեր գործընկերները ձեռնամուխ կլինեն, որպիսի իրացվի երկրի մայր օրենքով արձանագրված դրույթը, այն է, որ ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ֆրակցիայի անդամ եւ ինչպես պարոն Կոնջարյանը նշեց, սա իրավունք լինելուց բացի մի անգամ Սահմանադրական դատարանը արձանագրել է որպես պարտականություն եւ լիահույս եմ, որ դուք ընտրվելու եք։ Ես այդ աստիճան օպտիմիզմ չեմ կիսում, միաժամանակ պարզապես կարձանագրեմ, որ ինձ համար էլ մեծ պատիվ է լինելու ուժեղ Հայաստան խմբակցության անդամ գործընկերներիս հետ միասին։ Առաջ Աստված։ Հարություն Հարությունյան։ Բարև ձեզ։